Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ, պարոն Քոչարյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, սկսենք Գագիկ Ծառուկյանի շուրջը տեղի ունեցող իրադարձություններից, ինչ գնահատական կտակ այս վերջին 2 օրերին, ինչ է կատարվում։ Վերահաստատվում է այն, որ Հայաստանը փաստացի դարձել է բռնատիրական երկիր եւ այդ երկրի ղեկավարը իր կամեցողությամբ վարվում է այնպես, ինչպես ցանկանում է, հա, եւ այս ամբողջ process-ը միայն մի բանի մասին է խոսում, որ սրանով Փաշինյանը չի բավարարվելու եւ առաջ է գնալու եւ Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ եւ ինձ թվում է նաեւ այլ ընդդիմադիր ուժերի ուղղությամբ, իսկ այն ինչ կատարում է կոնկրետ Գագիկ Ծառուկյանի հետ, դա գիտեք մարդը կոնկրետ այն ինչի համար ինքը մեղադրվում է, հա, այնպիսի հանցանք չի կատարել, որ իրեն գցեն հատակին, հա, եւ դեմոնստրատիվ ինչ-որ այս մասկի շոու կազմակերպեն, հա, որովհետեւ տեսական հանցագործությունը համապատասխան ձևի կարելի է ճանապարհել դեպի քննչական կոմիտե առանց, չգիտեմ, դաստակների վրա չկոչկող կանոնների կամ այսպիսի շոուանները շատ տգեղ է, բայց էլ եմ ասում, այս ամբողջը լուսանկարվել է մեկ մարդու, չգիտեմ, հագուրտ ցանկությունը բավարարելու համար եւ սա եւս մեկ ապացույց է, որ խոսել Հայաստանում դեմոկրատիայի բաստիոնների եւ այլն արդեն ժամանակավորեպ է։ Ավելին ես ձեզ ասեմ, ես կարծացել եմ նաեւ Դանիել Հովհաննիսյանի գրառումը։ Ես ուղղակի չգիտեմ Դանիել Հովհաննիսյանը իշխանությունում ինչ կարգավիճակ ունի, գլոբալ առումով ինքը քաղաքացիական հասարակությունից է, հա, բայց մարդու կուրացիայի տակ տարբեր գերատեսչություններ են եւ ինքը իր գրառման մեջ նաեւ ասել է, որ եթե Ռուսաստանը ուզում է խարխլի մեր դեմոկրատիան, հա, մենք Շվեդիա չենք լինելու, հա, փաստացի ինքը դրանով սրբագրում է Նիկոլ Փաշինյանի գործողությունները եւ ուժային համակարգի գործողությունները եւ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը սիգնալ է ուղարկում, որ այն ինչ որ կոչվում է քաղաքացիական հասարակություն, որը ամեն քայլին պետք է բարձր ձայնի պաշտպանի մարդու իրավունքները, դեմոկրատական պրոցեդուրաներ, ինքը ասում է մենք ձեռներս նվանում ենք, ինչ ուզում ես արա։ Մյուս կողմից էլ ասում եք Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ չէ, որ դուք ասում եք սա քաղաքական հետապնդում է, քաղաքական հաշվեհարդար է, նա բիզնեսմեն է, որը ժամանակավոր չէ, մարդանցությունների է մասնակցում, հա, եւ կուսակցության ղեկավար է, այսինքն այն ինչ պետք է անել, որ ինքը իրեն չասել քաղաքական գործիչ էլի, այսինքն այստեղ էլ էլի կոնկրետ ինչ բաներ են հիմնավորումներ են անելու, բայց ասում եմ այն ինչ որ հիմա կատարվում է կոնկրետ իր հանդեպ, սա ուղղակի խայտարակություն է։ Առիթներից ես չեմ ուզում խոսեմ, որովհետեւ շատ Բայց ես եմ ուզում։ Դուք ասում եք շատ է խոսվել, բայց նպատակը, կենթանիներին տանելու նպատակը որն էր։ Քնեցնել կենթանիներին տանել հիմա համար ավելի շատ ոչ թե կենթանիների հարցն է, այլ մենք ունենք կենթանասերներ, հա, պատե համապատե առիթով, չգիտեմ, ամեն ինչ որ շան կատվի բանի համար վայնասուն բարձրացնող դատարաններ դիմող, արդյունքներ թափող, հաթաթատվող եւ այլն, այստեղ մի ամբողջ առիթ է մահանում եւ բարձում է, որ լավ է, անցավ գնաց, էլի այս։ Ասում են ցավում ենք, բայց եկեք չքաղաքականացնենք։ Հիմա, չգիտեմ, զոոպարկը մյուսի մով էր ժամանակին Տարոն Մարգարյանի ժամանակ սատկել կենթանիներից, մի այնպեսի վայնասուն քիչ էր մնում գրոհեն բան, կենթանաբանական այգին ամեն ինչ արեցին, կարծում տնօրեններ փոխեցին, հա, այդ բանի քաղաքացիական հասարակության ճնշման տակ, հիմա չկան, հիմա ասում ես առիթ սպանի, ուզում ես, չգիտեմ, պանդաներին սպանի, ուզում ես եսիմ ինչ արա, այսինքն այստեղ զուտ առիթի հարցը չի, որովհետև տարբերակներ կան, որ հատուկ են այնպես արել, որ առիթներից մեկը մեռնի, որ ավելի շատ ցավ պատճառեն Ծառուկյանին եւ այլն։ Հոգեբանական ճնշում է։ Գիտեք, դա հիմա չեմ կարող ասել արդար դատավարություն կլինի, որպեսզի պարզեն, բայց կոնկրետ որ այստեղ անփութություն է եղել հանցավոր, դա արդեն պարզից պարզ է եւ սա էլ եմ ասում, ես քանի որ իմ գիտելիքները կենթաբանությունը ավարտվում է կենսաբանությունից ավարտվում է դպրոցական աշխարհով եւ չեմ կարող կոնկրետ եզրակացներ անել, բայց ես այստեղ էլ եմ ասում, ես տեսել եմ մի բան, որ այն կենթանասերները, որոնք աղաղակում են ամեն քայլափոխին ինչ որ
ամենայն հարգանքով շունիկներին, կատուներին, հա, այստեղ չգիտես ինչի ձայն չեն հանում, չեն պայքարում, բողոքի ակցիաներ չեն անում, եւ ես եկել եմ եզրակացության, որ կենթանասերներին, հա, պետք է հեռու պահել կենթանիներից, մարդու իրավունքի պաշտպաններին, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակություններ պետք է հեռու պահել քաղաքացիներից եւ հասարակություններից։ Իմ կարծիքով այս բոլոր ինստիտուտները արդեն այնպես են իրենց դիսկրեդիտացրել, որ այլևս խոսել, որ Հայաստանում կա ինչ-որ առողջ այսպիսի կորիզներ արդեն պետք չի։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտները պարզապես գործում են սեփական շահի համար, օրինակ ստանում են գրանտ, իրենք սպասարկում են Նիկոլ Փաշինյանի շահերը, հա, եւ իրենց հիմնական նպատակը մենք կարող ենք տեսնել բոլոր կենտրոնասերներ մի հատ աղջնակար էկոլոգ ժամանակին շատ ակտիվ էր, հա, հետո կորավ, հետո տեսանք նախընտրականի ժամանակ Ալչուձախ այդ Սամվել Կարապետյանին հասցեին վատ բաներ գրում Ծառուկյանին եւ այլն, հիմա հարց է դու էկոլոգ ես թե քաղաքական գործիչ, հա, եւ հաստատի բոլորին այսպես կնոպտիկով միացրել են եւ դա ցույց տվեց, որ դեռևս այն ժամանակվանից իրենք սպասարկել են բոլորի շահերը, բացի Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի եւ այդ կլասը, այդ դասակարգը բացառությամբ մեր չնչին ինչ-որ բացառությունների ինքը իմ նպատակողված սպասարկում է իշխանության շահերը։ Պարոն Քոչարյան, լավ, հիմա հասկանանք Նիկոլ Փաշինյանը ինչ խնդիր է լուծում, որովհետեւ ընտրություններն ավարտվել են, ես տրամաբանությունը չեմ հասկանում, եթե այս շրջանում նա ձևավորում է կառավարություն, վերընտրվել է անկախ այն հանգամանքից, ինչպես է վերընտրվել եւ այլն եւ այլն։ Ինչ խնդիր է լուծում ընդդիմադիրներին ձերբակալով, սա անձնական վրեժխնդրության հարցը, թե սա քաղաքական հաշվարկներ են ապագա գործողությունների կապված։ Չի, տեսեք ինքը ինչ հարց է լուծում, ինքը ճիշտ ինչ հարց չի կարողանում լուծել, չի կարողանում լուծել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հարցը, շատ անհաջող այց էր Եկատերինբուրգ, Միշուսին հետ որևէ բանի չհասան հանգամանքի եւ ես իմ ազնական կարծիքով նաև որոշակի փորձագետներ ասում են, որ Ծառուկյանի հանդեպ այն ինչ կատարվում էր, դա ուղղակի, այսպես ասենք, Միշուսին հետ բանակցելու ընթառաջ հայկական փաշինյանական դիրքերի ուժեղացման փորձ էր, հա, եւ փաստացի այդ ժամանակ Ծառուկյանը զալուժնիկ էր, եթե երևի թե խոսակցների ժամանակ եղել է, եթե դուք վերականգնենք Հայաստանի հետ այդ առևտուրը, մենք Ծառուկյանին հանգիստ կթողնենք, ված կթողնենք եւ այլն բան, բայց Նիկոլ Փաշինյանը եւ իրեն խորհրդվածները, կարծեմ ես զերմուտ խոսել եմ արդեն այդ թեմայով, իրենք չեն հասկանում, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, հատկապես Ռուսաստանի գործողությունները Հայաստանի Ալթիշ Փաշինյանի նկատմամբ եւ իր կառավարության նկատմամբ իրենք ընտրություններից շատ քիչ աղերս ունեն եւ սա ավելի գլոբալ process է, որտեղ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հստակ, երաշխավորված ներկայություն Եվրասիական տնտեսական միությունում եւ իրենից պահանջում է, որպեսզի այլևս խոսակցություններ Հայաստանը Եվրոպական միությանը միանալու, Ռուսաստանի մեջքի հետևում խաղեր տալու եւ այդ այլ քաղաքական վեկտոր ընտրելու խոսակցությունները դադարեցնեն, այսինքն իրենք հստակ ասել են, որ մեզ պետք է հանրակրվի, հա, Նիկոլ Փաշինյանը չի կարող վաճառել իր այսպես ասենք 2015 թվականի սահմանադրությամբ ձեռք բերված հաղթանակը Ռուսաստանի վրա, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանի բնակչության ընտրողների ընտրությանը մասնակցածների մեծամասնությունը, հա, 47% է հավաքել, այսինքն 50% ինքը չունի եւ Ռուսաստանի համար սա եւս մեկ, այսպես ասենք, բաների ժամանակ, բանակցների ժամանակ գործիք է, որ իրենք կարող են ասեն, քո կուրսը քո ժողովուրդը չի ընդունում, այսինքն նույնիսկ մարդը, որ ընտրել է Արամ Սարգսյանին կամ մարդը, որ ընտրել է Արման Բաբաջյանին, ինքը ինչ որ խնդիր է կոյտ ունեցել, որ քեզ չի ձայնը տվել, այլ տվել է իրանց եւ փաստացի բնակչության 50%-ից ավելի, որոնք մասնակցել են ընտրությունների, չի ողջունում, այսպես ասենք, Նիկոլ Փաշինյանի եզրույթները եւ կաթողիկոսի եւ եվրոպական կուրսի եւ այլն, եւ Ռուսաստանը դա է ասում։ Հիմա Փաշինյանը կարող է շարունակել, հա, եւ ինչպես էլ եմ ասում, ուղեցույցը իրեն Դանիել Հովհաննիսյանը տվեց, հա, շարունակել
այլ մարդկանց կանդիմադիրների ընդդիմության առաջնորդների հետևից ընկնել, փորձելով, այսպես ասենք, իրենց դարձնել Ռուսաստանի հետ բանակցների շանտաժի առարկա, հա, բայց էլի իմ կարծիքով դա ապարդյուն է, որտեղ էլի եմ ասում, ինքը կարող է բոլոր դաշինքները կալանավորի, չգիտեմ, բոլորի ձեռքից ինչ-որ բան վերցնի, ինչ-որ անօրինական որոշումներ անի, Ռուսաստանին գլոբալ առումով այդ հարցը հետաքրքիր է, Ռուսաստանին հետաքրքիր է հայ ժողովրդի կարծիքը եվրոինտեգրման մասին, եւ դրա համար Ռուսաստանը ոչ թե հանեց իր պատժամիջոցները սահմանափակումները հունիսյան հաղթանակից հունիսյան ընտրություններից հետո, այլ ավելի խստացրեց եւ հիմա նույնիսկ կարծեմ արգելված է 5 կիլոգրամից ավել միրգ բնամթերք տանել Ռուսաստան, որտեվ ուրիշ ձև են գտել, չգիտեմ, մարդը 5 ящик իրան վերցնում տանում են, հիմա դա էլ արգելափակվեց, այսինքն Ռուսաստանը շատ հստակ է դրել խնդիրը եւ ներկայումս առնվազն չեմ տեսնում որևէ հետ նահանջի միտում ռուսական կողմից եւ սա հենց Սարյանով հենց բացատրում է Փաշինյանի այս վերաբերմունքը եւ նաեւ պետք է հիշել, որ բացի Ռուսաստանից նաեւ այլ երկրի այդ հարցը փորձում լուծել Նիկոլ Փաշինյանը, որը կրկին Եվրասիական տնտեսական միության անդամ է, Բելարուսը եւ վիրավորելով Ծառուկյանին, ասելով որ Բելորուսամետ օլիգարխ է եւ այլն, ինքը նաեւ փորձում է Ծառուկյանի կալանավորումը վաճառի նաեւ Լուկաշենկոյի վրա, որ խառնվի իր անգերոջ համար ինչ-որ բան բարեխոսի։ Բայց չի խառնվի։ Իմ կարծիքով ոչ, որովհետեւ ել եմ ասում, այս ամեն ինչը գալիս է դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության կրկին գագաթնակետի ժողով է լինելու եւ մենք գիտենք, որ այս վերջինի ժամանակ ուղղակի մինչև դեկտեմբեր, հա, Փաշինյանի ժամանակ էր տրվել, որոշակի հարցեր կարգավորել եւ որոշակի բացատրություններ տալու եւ իմ կարծիքով հենց Փաշինյանի խնդրանքով որոշ առաջնորդներ թուրքական աշխարհի, Ղազախստանի, Վրաստանի բան են արել ժամանակավորապես այդ որոշումը տեղափոխել են դեպի դեկտեմբեր եւ հիմա ինքը փորձել է նաեւ այսպես ազդել, ել եմ ասում միգուցե իրան ժամանակին եւ մինչեւ 2018 թվականի եւ 18 թվականից հետո հաջողվել է որոշակի շանտաժով կամ այլ գործիքներ կիրառելով հասնել իր նպատակի, բայց այստեղ ներկայացան Ռուսաստանը անդրդվել է։ Պարոն Քոչարյան, այսինքն քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, որ մենք մնում ենք ԵԱՏՄ-ում, մենք չեղյալ ենք հայտարարում այն օրենքը ԵՄ-ի անդամակցության եւ այլն, Ռուսաստանից նաեւ պաշտոնապես չեն ընդունելու այստեղ ընտրությունների արդյունքները, որովհետեւ հստակ ասում էին, որ սպասում ենք վերջնական արդյունքներին, կարծես թե վերջնական արդյունքները դա Սահմանադրական դատարանի որոշումներ, բայց դրանից հետո էլի Պուտինը չի շտապում շնորհավորել։ Ինքը գնաց Ռուսաստան, այո, բայց չընդունեց Պուտինը չշնորհավորեց, Միշուսն ընդհանրապես նույնիսկ Միշուսն է չշնորհավորեց, հա, կարող է չէ շնորհավորել, ասել Պարոն Փաշինյան, շնորհավորում եմ ձեզ, ես իմ ինչ-որ ցանց։ Բայց ընդունեց, որ սա նոր ասած այս նոր ձևավորվող կառավարությունը հույս հայտնեց, որ կզարգացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Միևնույն կառավարություն պետք է լինի, որ կառավարության հետ աշխատանք պետք է լինի, հա, այսինքն ինքը կարող է նույնիսկ ոչ օրինական։ Միևնույնն է պետք է աշխատեն։ Ոչ լեգիտիմ կառավարություն է, բացառապես դեպքում այո, Ռուսաստանի ու Հայաստանի միջև որոշակի դերևս եւ հույս ունեմ բավական երկար ժամանակ կապեր կան, որոնք ամեն դեպքում ամեն օրվա, այսպես ասենք, կառավարման բան ունեն, խնդիր են լուծելու։ Այո, ինքը փորձել է, Փաշինյանը փորձել է, տեսեք, ինչ խնդիր ունի Փաշինյանը գլոբալ առումով, հա, ինքը Ռուսաստանի հաշվին գնում էր Եվրոպական միություն։ Ինքը ընտրության ժամանակ ժողովրդի վրա վաճառում էր, որ ժողովուրդը սկսել է լավ ապրել, առանց ասելու թե ում հաշվին է այդ լավ ապրելը լինում, հա, Ռուսաստանի հաշվին հիմնականում։ Հիմա Ռուսաստանը սկսել է որոշակի սահմանափակումներ, դեռևս այսպես ասեմ, իր ունեցած գործիքակազմի երևի 5-ից 10%-ն է դեռևս Ռուսաստանը օգտագործում եւ արդեն խնդիրներ են առաջացել։ Եվրոպական միությունը գալիս է անհասկանալի հոստումներ է տալիս, ինչ որ գումարներ է անհասկանալի, երբ ասում են ձեր ապրանքների 99%-ը 8-ից Իրանից 2 բանկա ջեմա այփում, ինչ որ գովազդում, մարդկանց խափում, իսկ այս մթերման սեզոնը գալիս է ընդառաջ, չէ՞, հիմա խաղողներ լինելու, դեղսներ լինելու եւ այլն, բայց այսքան ժամանակ Իրանի մասին խոսեցին, երևի թե 1-1.5%-ն է իրացվել, հա, կամ արտահանվել Իրանի, այսինքն խնդիր է։
բացի դրանից, հա, բացի գյուղատնտեսությունից։ Բայց նաև ասում են 99%-ը գնալու է եվրոպական շուկա, այստեղ ֆոն դեր Լայնը հայտարարում էր։ Սա քաղաքացիներին հանգստացնելու կարող են գնալ գյուղական վայրերով, բան տեսնենք իրանց աճեցրած ուրա գնացել եւ ոնց է գնացել, հավատացեք, եթե մի քանի տասնյակ ֆուր, հա, ինչպես օրական գնում է Ռուսաստան, հիմա մենք տեսնենք Եվրոպայի ուղղությամբ, ես կասեի, հա, ապրեք։ Եվ ել եմ ասում, ոչ մեկս ցանկություն չունի, որ մեր գյուղացին տուժի, որովհետև այսպես ասենք գյուղատնտեսությունը ոչ միայն գյուղատնտեսությունն է, ինչպես օրինակ իմ հարգարժանի կողմից հարգված Հարություն Նացականյանն էր ասում, գյուղատնտեսությունը նաև բանակն է, որովհետև մենք գիտենք, որ հիմնականում բանակ են գնում գյուղացիների տղաները, երեխաները, մեծամասնությունը, հա, եւ իրենք գնում են կամ կոնտրակտնիկ են գնում իրենց գյուղը պաշտպանելու համար եւ եթե գյուղատնտեսությունը որպես ոլորտ դադարի գոյություն են Հայաստանում, ապա գյուղացիները կամ պետք է տեղափոխվեն քաղաք, որպեսզի աշխատանք գտնեն, ինչպես ժամանակին Վահան Քիրոփյանները իրենց խորտալից գալ տաքսի քշել, կամ պետք է արտագաղթեն, փաստորեն մենք այստեղ էլ կցամաքացնենք, այսպես ասենք, բանակի կազմովար եւս մեկ աղբյուր։ Սա բավականին տենց գլոբալ եւ նուրբ հարց է եւ իհարկե դրա լուծումը պետք է լինի, բայց այն լուծումները, որոնք առաջարկում են ներկայիս իշխանությունը, ինքը PR ոլորտի մեջ է գտնվում։ Այսինքն նրանք գիտեն, որ այդ ապրանքները չեն գնալու եվրոպական շուկաներ։ Իրենք չեն գնում, ոչ թե գիտեն, ոչ թե Փաշինյանը ամբյոնից ֆոն դեր Լայնի հետ ուրախ հայտարարում է, նա գիտի, որ դա այդպես չէ։ Դավիթ անունով ֆերմեր, ինքը իր աշխատանքի շնորհիվ քրտինք թափելու 1 տոննա տարել է Ծնեբեկ, Սինգապուր, հիմա կարծեմ Ծիրանն է մոտարապես տարել, ամբողջ պետական ապարատը գովազդում է այդ Ծնեբեկը, հա, այսինքն ինչ որ միտեղ կա success story, որտեղ իշխանությունը որևէ ձևի չի մասնակցել, անձնական ինքը հիմա դա ցույց է տալիս։ Ես ասեմ, մենք մոտարապես նույն PR տեսել ենք 44-րդ պատերազմի ժամանակ, երբ որ ադրբեջանցիները գրավում են 4-5 հայկական գյուղ կամ խոշոր քաղաք, իսկ Արծուն Հովհաննիսյանը տեղադրում էր Telegram-ում մի հատ խոցված տանկի նկար, ու մերոնք խոցել են տանկ, մերոնք, չգիտեմ, Գետաշենի զապիսներ են WhatsApp-ում գցում, որ մերոնք Գետաշենի կողմերը կռվում են։ Այսինքն շատ ցավոտ ինչ որ հարված է, բայց դրա փոխարեն ինչ որ մի փոքր success story են ցույց տալիս, որ վերջ, չգիտեմ, 96 միլիոն ծաղիկ, 96 միլիոն դոլարի ծաղիկ էր գնում Ռուսաստան, մեր վրա փորձում են ծախել Լատվիա գնացած 5500 չգիտեմ ծաղիկ էլի կամ 0.1% Նիդերլանդներ։ Այո, եւ սա էլ եմ ասում, մարդկանց բան են անում, ինչ որ ժամանակ միգուցե մարդկանց որոշակի ինչ որ գումարներ են տան, բայց շատ մեծ ոլորտ է եւ գիտեք ինչն է հետաքրքիր, որ Նիկոլ Փաշինյանի պատճառով է նաեւ, որ Հայաստանը այսպեսի մեծ կախվածության մեջ ընկել Ռուսաստանից, հա, որովհետեւ իրեն ներաղորոք, այո, իրավարեք իր կարճ խելքով, հա, ինքը, չգիտեմ, կամ իրենով է խորտ տվել, ասել է բան Ռուսիայի հետ հարաբերությունները տնտեսական զարգացրա եւ այլն, բայց այդ գումարներով ներսում ինֆրաստրուկտուրան այնպես փոխի, այդում կառավարման, հա, ինֆրաստրուկտուրան, որ անպատասխանեց եվրոինտեգրման ու հետո ինչ որ բան կասես դե հաջողություն ու հիմա Ռուսաստանը վերջին բան հասկացել է, որ այսպես չի լինի, նույն երկաթգծի հետ կապված, հա, որոշակի հարցադրումներ է տվել Փաշինյանին, որտեղ Փաշինյանն ուզում էր երկու կարճ կտոր, որովհետև սա շատ վաղուց ակնհայտ էր, բայց Ռուսաստանի բնավորությունն է, խոշոր երկրների բնավորությունն է, եւ ռուսները նույնիսկ բաներ ունեն, ասացվածներ իրենց մոտ ունեն, долго запрягать, быстро едет, այսինքն երկար բան են կանում, պատրաստում են, հետո շատ արագ քշում են, հետո հիշեք, որ մեծ խոշոր պետությունները եւ կայսրությունները իրենք իներցիոն են, այսինքն միշտ այդ օրինակն եմ բերում, ընձուղտը, եթե ոդքից կծի ինչ-որ մեկը, մինչև սենց գա, այդ վզով գա, հասնի գլխին, էսի ուղեղին, ուղեղը այդ սիգնալը ընդունի, ասի վաղ ծավում է, ու հետակ սիգնալ ուղարկի, որ չգիտեմ, քացով կծողին տա, քաղաքացիողը արդեն այնտեղ չլինի։ Այսինքն որոշում ընդունելու գործընթացը խոշոր նույնն ԱՄՆ-ում է, հա, ԱՄՆ-ում որպես օրինակ ասեմ, այստեղի դեսպանը Հեֆերն է, որը դեմոկրատ էր, ով հակատրամպ էր, դեռևս գնացել էր պետդեպ 2 տարի աշխատել է Տրամպի ժամանակ, մինչև նոր հերթացել է իրան հանել են, էլի, ասել են, այս մարդը ինչ գործ ունի այստեղ։ Հիմա նույնն էլ այստեղ, այսինքն մինչև այս խայցի, այս հարվածի ցավի սիգնալը գնաց հասավ վերևում որոշումներ ընդունեցին, իջավ ներքև սկսեցին կատարել, բավականին երկար ժամանակ անցավ, ու հիմա նաև դա է խնդիրը, որ
հետ process-ն է չափազանց բարդ է լինելու, որովհետև որոշակի բաներ գործադրվել են եւ նայեք խնդիրը նաեւ ինչումն է։ Տեսեք, եթե դու բանես խոշոր ցանցերի հետ պայմանագիր ես կնքել, հա, եւ ինչ որ բան ռուսական խոշոր առևտրի ցանցերին բան ես վաճառում։ Եթե դու այդ շուկայից դուրս եկար, հա, քո տեղը այլ մատակարար է մտնելու, եթե Իրանի մասն է խոսում, ընդհանուր ուզբեկները կարան մտնեն, թուրքերը կարան մտնեն, չգիտեմ այլ բաներ, եւ դու նույնիսկ եթե հարաբերությունները երկրների միջև արդեն լավացան, ինչ որ լեզու գտան, դու այլևս չես կարող այնտեղ մտնել, որովհետեւ դու ոչ վստահելի պարտներ ես լինելու, կամ դու շատ էժան պետք է քո ապրանքը տաս, կամ ընդհանրապես այդ թեմայից դուրս գաս, այսինքն եթե նույնիսկ ինչ որ հարաբերություն լինի, արդյունքում գյուղատնտեսությունում այդ խնդիրները կլինեն եւ ցավոք սրտի գյուղացիների ոչ բոլորն են դա հասկանում, միջի հիմա իրանց մոտ ինչ որ բան կա, որ ինչ որ բարի փերին կգա, չգիտեմ, սփայտը ինչ որ կկապնի, այդ ամեն ինչը կվաճառվի ու process-ը վերջնականացնելով ասեմ Ռուսաստանը, ինչպես դուք նշեցիք, ինքը արդեն Փաշինյանից չի պատասխանում։ Ռուսաստանը հասկացել է Փաշինյանը ով է, Ռուսաստանը հասկացել է, որ Փաշինյանը ոչ adekvat, ոչ վստահելի ուրեմն գործընկեր է, Ռուսաստանը ուզում է հայ ժողովրդի կարծիքի։ Հասնեն հարակվեի դրեք, բայց Փաշինյանը մտադրություն չունի հարակվեի դնելու։ Հիմա սրա հանգուցալուծումը ո՞րն է լինելու։ Ռուսաստանը չի աշխատում Հայաստանի հետ, ծառայցնելու է հարաբերությունները ու միջև ինչ փուլ։ Տեսեք, եթե նայենք երկկողմանի process-ը, իհարկե Հայաստանը շատ ավելի է տուժելու, քան Ռուսաստանն է, ավելին ասեմ, Ռուսաստանը համարյա չի տուժելու, դա բնականաբար։ Եվ այստեղ այլ կարծիքներ կան, որ այստեղ հա ասում են արդեն ռուսները սոված են, Ռուսաստանի ծաղիկները 3 անգամ գները ավելացել են, այդեմ ասում, խոսքը ոչ միայն Ռուսաստանը, խոսքը մեծ խոշոր պետությունները փոքր պետությունների հարաբերվելի շատ ավելի քիչ են կորցնում եւ որոշ դեպքում նույնիսկ չեն նկատելու, հա, ինչ է լինելու, օրինակ ռուս-վրացական հարաբերությունները, որ վատացան եւ վրացական գինին, հա, որը 90% մատակարարում էր Ռուսաստան, դուրս եկավ Ռուսաստանի շուկայից, ռուսական շուկա մտան չիլիական, իսպանական, պորտուգալական, նույն այդ սեգմենտի մեջ հայկական գինիները, որից մեկ գինեգործության ծաղկումը նաև եղավ որոշակի վրացիների սահմանափակման պատճառով, հա, այսինքն այնպես չի, որ հայկական գինիները, կոնյակը եւ այլն մոնոպոլիստ են Ռուսաստանի շուկայում, Ռուսաստանը իհարկե որպես խոշոր պետություն կարողանա շատ արագ այդ ինչպես օրինակ մի ամբողջ, չգիտեմ, ԱՄՆ-ի, Եվրոպայի վաճառքի իմպորտազամիչենի արեց, արդեն սեփական որոշակի բաներ սկսեց ունենալ, հա, կամ այլ երկրներից վերցնել եւ հաստատ որ Հայաստանից իրենք չեն տուժելու եւ դա Հայաստանը պետք է մտածի, հայ ժողովուրդը պետք է մտածի ինչ անել, որովհետեւ մտածել, որ այդ ապրանքը, որը գնում է Ռուսաստան, հիմա կգնա Եվրոպա, դա սուտ է։ Այսինքն Փաշինյանը էլ մանևրելու տեղ չունի եւ հիմա հստակ ընտրության առջև է կանգնելու կամ էսկոմ կամ էնկոմ էս կառավարությունը։ Փաշինյանը այո, խնդիր ունի, որովհետեւ եթե ինքը սխալ մանևր անի, եթե ինքը էլի փորձի գնահատնել Ռուսաստանի գիրկը, A իրան այնտեղ չեն ընդունելու, որովհետեւ չեն վստահելու, B եվրոպացիները, ամերիկացիները դա խնդիր ունենալու, եթե Փաշինյանը մտածեր հայ ժողովրդի մասին, նա հրաժարական կտար, հա, նա ուղղակի կասեր, որ ես այս արտաքին քաղաքական գիծը սխալ եմ տարել, ժողովուրդ, ես sense բաներ եմ արել, փորձել եմ խոսանավել, ես իմ սրա հետ նրա հետ էլ բանման, ինձ դեմ են տալիս, ես բան եմ անում, բայց քանի որ Փաշինյանը Հայաստանի հայ ժողովրդի բաների հետ արգասիքներ որևէ կապ չունի, հա, եւ ինքը Սանդու, Սահակաշվիլի, Զելենսկի այն մարդկանց մտածելակերպի այդ ինկուբատորից է, հա, ինքը մաքսիմալ անել է, որպեսզի մնա իր իշխանության, այլ թքած թե երկրում վիճակը կվատանա, ինչ կլինի, չի լինի, այսինքն մեզ ինչ որ ժամանակ հետո կսկսեն պատրաստել ինչ որ վատ վիճակների, չգիտեմ, մութ ժամանակների, հանուն ինքնիշխանության, արդեն չէ թեզեր են գցում, մենք լոլիկը ինքնիշխանությանով չենք փոխում, բայց ելեմ ասեմ, այստեղ խնդիրը ինքնիշխանության մեջ է, այստեղ խնդիրը արտաքին քաղաքականության պրավալի մասին է, հա, որովհետև նայեք, կա երկու ձև խոշոր երկրների հետ հարաբերվել, հա, կամ դու քո երկիրը սարքում ես միտեղ, որտեղ խոշոր երկրների շահերն են հարաբերվում, հա,
եւ ամեն խոշոր երկիրը կարողանում է իր համար ինչ-որ մի լավ բան ունենա եւ դու դրանից օգուտ ես քաղում, որպես օրինակ դա եղել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ, որտեղ եւ ԱՄՆ-ն, եւ Ֆրանսիան, եւ Եվրոպան ամբողջովին, եւ Ռուսաստանը, եւ Իրանը ինքը իր շահերը ուներ, եւ ինքը իր շահերը ստանում էր, բավարարված էր։ Կամ դու կարող ես ցարկես շահերի բախման կենտրոն, հա, եւ որը շատ ավելի մեծ խնդրեմ է լինելու, որովհետեւ փաստորեն փոքր մի կտորի վրա բախվելու են խոշոր երկրներ, ԱՄՆ, Ռուսաստան, չգիտեմ, Եվրոպա, Թուրքիա, Ադրբեջան, Իրան եւ ներքապային Հայաստան այդ երկրորդ ճանապարհով է գնում, որը որևէ լավ բանի չի բերելու ոչ Հայաստանին, ոչ հայ ժողովրդին։ Պարոն Քոչարյան, այս թեմայի շրջանակում սահմանափակումների ինչպես է գնահատում Սամվել Կարապետյանի հայտարարությունը, երբ նա ասում է ընդդիմադիր ուժերով դիմենք Ռուսաստանի Դաշնությանը, որ այդ սահմանափակումները վերացվեն։ Սա իրատեսական է։ Իմ կարծիքով ոչ։ Ուղղակի Սամվել Կարապետյանը, նայեք, այստեղ խնդիրը որն է, հա, եթե Սամվել Կարապետյանը դիմում է եւ Ռուսաստանը չի անելու իհարկե, բայց Ռուսաստանը մեկ է տեսակ, ինչ որ 0.01% հավանականությամբ այդ վերականգնում է մատակարարումը, առևտուրը եւ այլն, Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ կմեղադրի Սամվել Կարապետյանին նրա մեջ, որ հենց իր խնդրանքով երևի թաքուն այսպեսի ինչ որ բան է տեղի ունեցել եւ փակվել է։ Հա, եւ մեղադրում է։ Իսկ սկզբանե ասում էր, չէ, քարոզարշավի ժամանակ Ռուսաստանը հիմնավոր է, որովհետեւ տեսեք Կարապետյանը դիմեց Ռուսաստանը բացեց, վերջացավ, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանության է, ինքը միանգամից դա կօգտագործի։ Սա, այսպես ասենք, ուղղակի երևի Սամվել Կարապետյանի կողմից հայ ժողովրդին ուղղված ժեստ է, որ մտածում են ժողովրդի մասին, իր խնդիրների մասին եւ այլն, բայց բայց մյուս կողմից էլ քաղաքականապես դա իմ կարծիքով մի փոքր ոչ ճիշտ։ Բայց մյուս կողմից էլ պարոն Քոչարյան, Սամվել Կարապետյանին եւ մյուս ընդդիմադիրներին մեղադրում էին, ասում էին, այ դուք ուրախացել եք, որ Ռուսաստանը սահմանափակումներ է մցրել եւ հայ ժողովուրդը պետք է վատ ապրի։ Հիմա փաստորեն գուցե Սամվել Կարապետյանը այս քայլով փորձում է հակառակը ցույց տալ, որ մենք մտածում ենք ժողովրդի մասին եւ այնպես չի, որ մենք ուրախ ենք ստեղծված իրավիճակով։ Գիտեք, որևէ ուրախություն ոչ մեկ չի ունեցել, օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանը մեղադրում են, ինքը ասել է մի զանգով այդ հարցը կլուծեի։ Այո։ Հա, մի բանը, որ Ռոբերտ Քոչարյանը ընդդիմություն է, հա, եւ ունի սահմանափակ ռեսուրս, հա, մյուս բանը, որ Ռոբերտ Քոչարյանը երկրի ղեկավար է կամ պատասխանատու անձանցից մեկն է երկրի համար ժողովրդի ընտրյալ եւ այլն, եւ ինքը արդեն Ռուսաստանի հետ հարաբերում է որպես երկրի ղեկավար կամ պաշտոնական պետական անձ։ Եվ այստեղ իհարկե Ռուսաստանը կարող է լսել, բայց եթե դա անում է Ռոբերտ Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը որպես ընդդիմադիր, Ռուսաստանին այդ հարցը այդքան էլ հետաքրքիր չի։ Իրենք ընդդիմություն, հա, իրենք կարող են պոպուլիստական ժեստ անեն ժողովրդի մասին ինչ որ լավ խոսքեր ասեն, բայց Ռուսաստանը խնդիր ունի Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, Ռուսաստանը խնդիր ունի Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող երկրի հետ, եւ Ռուսաստանը ուզում է հասկանա այս process-ը շարունակական լինել է, թե ոչ։ Նույն Պուտինը ինքը ինչ է ասում, ընկեր, դու մեզ ասա, որ դու մեզանից գնում ես, մենք էլ ասենք բարի ճանապարհ ու քեզ բարի ձևի ճամփենք, հա։ Հիմա դու ճանապարհին հասնելու ես Եվրոպա, թե չգիտեմ, Բոսֆոր Դարդանելը անցնելուց խեղդվելու ես, ինձ արդեն չի հետաքրքրում։ Մենք քո հետ ցիվիլ կանենք, եւ կա ոչ ցիվիլ բաժանում, Աստվածաշտը, որը մենք տեսնում ենք այս ամենը, որը բերում է եւ Ուկրաինա օրինակ կարող է եւ այլն, էլի, եւ այստեղ էլ եմ ասում, կամ իշխանությունը չնայած դա անհնար է իմ կարծիքով կանգնում է, ինքն իրեն ասում է ստոպ, ես ինչ ենք անում, խենք մենք կործանում այս երկիրը, կամ ինքը դառնում է մի երկիր, հերթական հակառուսական, այս տրամադրված երկիր, որը Ռուսաստանի հետ թշնամանում է, այս Ռուսաստանի հետ ամեն դեպքում ոչ միայն Ռուսաստանի հետ որևէ երկրի հետ, որը անգամներ քեզանից մեծ է, շատ է եւ ուժեղ է, թշնամանալ պետք չէ, որովհետեւ դա որևէ այլ երկրին որևէ օգուտ չի բերել։ Եվ երկրորդը նաեւ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ փորձել խաղալ Ամերիկա, Ռուսաստան, ինչ որ sense պրոտիվարեչների վրա, հակադրությունների վրա, կարծիքով սխալ է, որովհետեւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը քննարկելուց եւ նաեւ Չինաստանը ինչ որ մի բան լուծում կգտնեն եւ նաեւ գիտեք բացի Ռուսաստանից շատերս մոռանում ենք որ Չինաստանը չի շնորհավորում իսկ ինչ խնդիր կա Չինաստանի հետ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը որ Չինաստանի ղեկավարը ինչ հիմա չի շնորհավորում իսկ ինչի Այաթոլան Իրանի չի շնորհավորում հա որովհետեւ ինձ ասում են որ ինքը մահամերձ է եւ չկա դրա բայց գնաց այնտեղ Փեզեշքյանը շնորհավորեց բայց մենք տեսանք որ Փեզեշքյանը Իրանի ղեկավարը չի
Դե հա, հոգևոր առաջնորդն է գլխավորը, բայց նա իզոլացված է։ Իզոլացված չի, լավ է թաղմանը մասնակցեց իր հորել, այսինքն այստեղ էլ հարցեր կան։ Մենք շատ ենք սևեռվում Ռուսաստանի վրա, բայց էլ եմ ասում, ընդհանրապես Չինաստանը ինչի դա չի անում, Իրանը ինչի դա չի անում, հա, որտեվ Այաթոլլան կամ Այաթոլլայանից կարող է շնորհավորական։ Եվ դրա պատասխանը ո՞րն է, պարոն Քոչյան։ Այսինքն այդ ընդհանուր Ռուսաստան-Իրան-Չինաստան ծիրի մեջ չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանը։ Դու առնվազն այդ մարդը բոլոր ուղղություններով ինչ որ մի բան է արել, որ հիմա այդ կողմերը իրան չեն վստահում։ Ես կարող եմ իհարկե ասեմ ինչ է արել, հա, եթե ժամանակ կա, Ռուսաստանը բոլորս տեսնում ենք, Իրանին խաբել է թրիպի պահով, հա, ինչ որ երթումներ ա տվել, հետո այդ երթումներից հետ են կանգնել։ Հա, բայց այսօր Իրանի դեսպանը նորից ասում էր, որ մեզ հավաստիացրել են եւ մենք հավատում ենք, որ թրիպը որևէ կերպ մեր շահերին չի վնասում։ Հա, դե արդեն գիտեք Իրանը ցույց է տվել ինքը ինչ է անում, եթե իրան խաբում են, հա, կամ եթե ԱՄՆ-ն փորձի հերթական Նայեք, Իրանը Հայաստանի հետ նորմալ է դեռևս, որովհետև Հայաստանի տարածքի վրա ամերիկյան ինֆրաստրուկտուրա չկա, հատկապես սահմանին, հա, բայց երեք ինչ որ խնդիր եղավ էլի Իրանի ու ԱՄՆ-ի միջև, Իրանը սկսեց էլի ռմբակոծել Բահրեյնը, Քուվեյթը եւ այլն։ Դա արդեն հայտարարել են, որ հրադադարը վերջ։ Հա, այսինքն ուղղակի ասված չտա, հնարավոր է թրիպը դառնա Իրանի համար հերթական թիրախ ու շատ ավելի հասանելի։ Չինաստանի հետ կապված Չինաստանը Հայաստան եկել էր եւ ռազմավարական պայմանագիր կնքել միլիարդավոր ներդրումների հետ կապված եւ այնքան բարի դրացիական էր ամեն ինչ, որ նույնիսկ Աննա Հակոբյանը գնաց Չինաստան մագիստրատուրա լավագույն բուհերից մեկում սովորելու ու հիմա մենք չենք տեսնում որ այդ ուղղությամբ որևէ զարգացում կար, ավելին Ջեյ Դի Վենսը եկավ եւ թաղեց օրինակ չինական ատոմային էներգետիկայի ծրագիրը Հայաստանին պարտադրելով գնել այդ ատոմակայանը ԱՄՆ-ից, ավելին Հայաստանը բոյկոտել օրինակ չինական օլիմպիադան, Հայաստանը միացել է եկեղեցիների համաշխարհային ալյանսին, որը ուйգուրների շահերն է պաշտպանում, որոնք ուզում են անկախանալ Չինաստանից, այսինքն չինական ուղղություններով էլ հարցեր կան եւ հարց է լավ Պուտինի հետ խնդիր է էլի, բայց հիմա ՍԴ-ն նաեւ որոշում արդյունքով վերջնական կայացնելու դեռևս այդ շնորհավորանքները չկան, բայց այսպես ասենք Հայաստանը Չինաստանի լրացումից շատ ավելի քիչ է դժում, քան Ռուսաստանի վատացող հարաբերությունից։ Այստեղ էլ եմ ասում, պետք է իրենք հավաքվեն եւ վերջնական հասկանան իրանք ինչ են ուզում։ Իրանք ուզում են ամայացած տարածք, իրանք ուզում են որ հայ ժողովուրդը ճարահացյալ իր գլխի պարը տեսնելով ինչ որ մի մասը միտեղ գնա, բայց Ռուսաստանի ճանապարհը փագար լինելու, թե իրոք վերջացնեն այդ խաղերը, հա հեռանան եւ իշխանությունը տան այն մարդկանց, ովքեր ինչ որ ձևի կարողանան փրկել Հայաստանը։ Պարոն Քոչյան, եւս մեկ թեմայի անդրադառնանք նաեւ որպես մեդիա փորձագետ, ուզում եմ ձեր գնահատականը լսել այս հայտնի ռեպորտաժի հետ կապված Ռուսաստանի առաջին ալիքի, որտեղ ՀԱԿ գլխավոր քարտուղարը մտածելով որ խոսում է Նիկոլ Փաշինյանի հետ, եթե իհարկե ամբողջությամբ վստահենք այս ռեպորտաժի ճշմարտացիությանը եւ ասում է որ կաջակցի կաթողիկոսի փոփոխության հարցում, այստեղ ուզում եմ ուղիղ մեջ բերել պրանկերների հետ է խոսում, որոնք ներկայանում են որպես Նիկոլ Փաշինյան եւ ասում են ես կարծում եմ որ այժմ իմ ձեռքում հաղթաթղթեր կան եւ մենք կարող ենք փոխել կրոնը եւ միակ բանը ինչի համար կարող եմ ձեզ խնդրել ձեր աջակցությունն է այն դեպքերում երբ բախվում են Կարապետյանի դաշնակիցների կողմից հնչող խիստ քննադատության ու այստեղ գլխավոր ՀԱԿ գլխավոր քարտուղարը պատասխանում է լավ ես կանեմ հնարավոր ամեն բան ըստ էության փոխելու Հայաստանում կրոնը փոխելու կաթողիկոսին սա ինչ է նշանակում եթե նա իսկապես Նիկոլ Փաշինյանի հետ խոսի պրանկերությունը ընդունված բան է հա աշխարհում այդ քաղաքական պրանկինգը սա ոչ միայն Ռուսաստանի բնորոշ կամ միայն իրենց բնորոշ վիճակներ, շատ տեղերում այդպես է լինում։ Գիտեք, շատերը ասում են ԵԱԿ-ի նախագահը, բայց շատերը մոռանում են ասել անուն ազգանունը այդ մարդու եւ նախորդ պաշտոնը զբաղեցրել։ Դա արտաքին Թուրքիա արտաքին գործերի առաջվա փոխնախարարն է, եթե չեմ սխալվում, եւ հիմա այդ պաշտոնի նստած եւ ասացի Վարացյանը ինքը իր ենթագիտակցությունը, հա, ոնց որ սփռում է եւ ասում է, հա, որ ինքը եթե պետք է կօգնի կաթողիկոսին, ոչ կաթողիկոսին հանելը ոչ միայն որպես ԵԱԿ ղեկավար, այլ նաեւ որպես թուրք, այսպես ասենք գլոբալ առումով, այստեղ ազգամիջան եսի ինչ որ բան չկա, բայց մարդը թուրքական քաղաքականության ուղեցրի մեջ են, իսկ մենք շատ լավ գիտենք, որ եկեղեցու դեմ պայքարը որպես մեծ ցանցային կառույց, որը նաեւ ներկա է ամբողջ աշխարհում եւ հայդատի
թեման շարունակողն է, եկեղեցու դեմ գրողը պայմանավորված ոչ թե եվրոպացիների ԵԱՀԿ-ի պահանջով, այլև Թուրքիայի պահանջով, որի գործիքներից մեկը ԵԱՀԿ-ում նաև այս ԵԱՀԿ-ի ներկայիս թուրք նախագահն է։ Այսինքն սա միայն կապենք Թուրքիայի հետ, ոչ թե Եվրոպայի։ Ես ուզում եմ հասկանալ։ Չէ, սա Եվրոպայի հետ է կապված, ինքը ամեն դեպքում եվրոպացի պաշտոնյա է, բայց այստեղ էլի եմ ասում, հետաքրքիր է, որ նաև ինքը ազգությամբ թուրք է եւ սիրահոժարությունը, այսինքն արևմուտքում հետաքրքիր է քննարկվում է Հայաստանում կաթոլիկոսի փոփոխության հարց, ընդհանուր մինչև կրոնի փոփոխության հարց ձեզ քննարկվում է թե ոչ։ Իհարկե քննարկվում է, Նիկոլ Փաշինյանը փորձում է արևմուտքին վաճառել Գարեգին II-ի դեմ պայքարը որպես ռուսական ազդեցության դեմ պայքար։ Այսինքն ինքը կատարում է իմ կարծիքով Թուրքիայի պահանջը, բայց փաթեթավորում է եվրոպացիների համար որպես ռուսական Նաև այստեղ որ ուղղափառ եկեղեցուց ենք մենք կտրվում, հա։ Այդ գծի մեջ էլ է, որովհետև այնտեղ նաև Ռուսաստանի արտաքին հետախուզական հայրաքելական ուղղափառության հետ կապ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու հետ առանձնապես որևէ կապ չունի, իսկ արտաքին հետախուզության բանի մեջ կա խոսքը գնում էր ռուսական ռուս ուղղափառ եկեղեցու այստեղի ներկայության մասին, հա, այստեղ 2-3 եկեղեցի կա եւ մի քանի հոգեվորական կան, բայց դա հայրաքելական եկեղեցու գործունեության հետ կապ չունի։ Երկու եկեղեցիների կապի մասին չէր խոսքը, որ փորձելու են կտրել։ Տենց չեմ կարող ասել, որ քույրական քույր եկեղեցիներ են եղել, որտեղ բազմաթիվ խնդիրներ են նաև եղել հայրաքելական եկեղեցու եւ ռուս ուղղափառ եկեղեցու միջև, տեկուսն է հավատքի զուտ պահով, դա առանձին հարց է եւ ավելի լավ է տենց հոգեվորական հետ զրուցեք։ Սա այն չի, սա եթե մենք խոսենք Մոլդովայում եկեղեցու դեմ պայքարի կամ Ուկրաինայում, հա, այնտեղ այդ Մոլդովայի ուղղափառ եկեղեցին կամ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին, ինքը ռուս ուղղափառ եկեղեցու մասնաճյուղեր են կոպիտ ասած, հայրաքելական եկեղեցին առանձին եկեղեցի է, որը եկեղեցու մասնաճյուղ չի հանդիսանում, բայց պայքարը հայրաքելական եկեղեցու դեմ որպեսզի եվրոպացիք հասկանան ինչու է Փաշինյանը պայքարում հայրաքելական եկեղեցու դեմ, պետք է ստեղծել ինչ-որ մի շղարշ, որ դա կապ ունի ռուսական KGB-ի հետ, հա, դրա համար ինքը Գարեգին II-ի եղբորը ներկայացնում որպես KGB-ի գործակալ եւ այլն, բայց էլի մենք բոլորս պետք է մի բան վերջնական հասկանանք, Նիկոլ Փաշինյանը Եվրոպա մեջ չի, Նիկոլ Փաշինյանը արևմտամեջ չի, Նիկոլ Փաշինյանը արևմուտքը ինչպես եւ Սաակաշվիլին օգտագործելու է Ռուսաստանից փոխվելու որոշակի դրամական, այսպես ասենք, բաներ ստանալու եւ ամբողջությամբ Հայաստանը տեղավորելու Թուրքիայի ուղեցրում, այսինքն ինչպես Սաակաշվիլին Ջորջ Բուշին բերելով, պրոամերիկյան ինչ-որ բան խոսալով եւ այլն, ամբողջ Վրաստանի տնտեսությունը տվեց թուրքերին եւ ադրբեջանցիներին, Քութայիսի аэропորտը վաճառեց, Աջարը բոլորս գնում ենք տեսնում եք, այնտեղ թուրքական կապիտալը ինչքան ուժեղ է սոկարը ամբողջ ցանցը Վրաստանում մենք տեսնում ենք, որպես համարա մոնոպոլիստը, այստեղ նույն process-ն է գնալու, այսինքն այստեղ Հայաստանը փոխվելու է Ռուսաստանից ըստ Փաշինյանի եւ հանձնվելու է Թուրքիային։ Որևէ եվրոպացի այստեղ որևէ կապ չունի, որպես ապոզիտ ասեմ, ինչ Փաշինյանին որ հարցրեցին խաղաղության պայմանագիրը, որ ստորագրեք եվրոպացի դիտորդներին հանելու եք, այստեղից ասեց հանելու ենք։ Եվ եվրոպացիները զարմացել են, որովհետև շատ մեծ ուժ ու եռանդ են իրանք ձեռնարկել, որպեսզի հայտնվեն Հայաստանի սահմաններում, եւ այստեղ էլ են նույնը լինելու, որևէ ամերիկացի Փաշինյան Սաակաշվիլի համար հիմա չի խառնվում։ Եվ դա ապացուցում որ Սաակաշվիլին արևմտամետ, ամերիկամետ գործիչ է։ Նույնը լինելու է Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի մեդիա փորձագետ Տիգրան Քոչյանի հետ, մենք կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։